Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ հարյուրավոր կիլոմետր երկայնքով սահմանի 12 կիլոմետրը սահմանազատելուց հետո սպասելիքներ ձևավորվեցին, թե կշարունակվի գործընթացը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Հետո խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունները հիմք տվեցին կարծելու, որ եթե այդ բովանդակությունը երկու կողմերին հարմար է, ապա դրա տակ կարող է լինել երկու երկրների ներկայացուցիչների ստորագրությունը, բայց տոտալ լռություն է գործընթացներից թե մեկի, թե մյուսի շուրջ։ Սահմանազատումը գոնե այս փուլում չի շարունակվում, իսկ խաղաղության պայմանագրի կնքման համար սեղանին պահանջներ, նախապայմաններ են դրված։ Մեկ ամսից ավելի է ադրբեջանական կողմը կրակում է սահմանին ու քարոզչություն անում, թե հայերն են կրակողը։ Դիվանագիտական ճակատում էլ մեկ-մեկ թարմացնում են հետաքրքրվողների հիշողությունն ու գնդակը դարձյալ հայերի դաշտ ուղարկում։ Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը չկա հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացին, կան շփումներ։ Գործընթացներն իրարից անջատ քննարկելն արհեստական է, Ադրբեջանը դրանց վերաբերում է համալիր որպես մեկ ընդհանուր պրոցես։ Այսինքն, եթե Բաքուն գեներացնում է պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ու դրանք այսպես ասենք չի ստանում, սրտի ուզածը չի լինում, վիժեցնում է ամբողջ ընթացքը։ Չի կարող օրինակ առողջ համագործակցությամբ սահմանազատում կազմակերպել, որովհետև այն խաղաղության պայմանագրից անջատված է։ Ալիևին բնորոշ պահվածք է, քաղաքագետն ասում է կողմերի միջև փոխըմբռնում չկա բոլոր ուղղություններով։ Կողմերը չունեն դեռևս լիարժեք փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ՝ սահմանազատման, անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային հաղորդակցության պայմանների, ինֆրաստրուկտուրաների ու տվյալ դեպքում Ադրբեջանի հռետորաբանությունը շատ ագրեսիվ ու վերջնագրային բնույթի է։ Եվ ես կարծում եմ, որ այն շատ հակասում է իսկական խաղաղ գործընթացին։ Ադրբեջանը ոչ միայն պարզապես լռում ու սպասում է, այլև զուգահեռաբար գործի է դնում քարոզչական ամբողջ արսենալը, ներսում ու դրսում խաբելով, որ հայերը կրակում են ու ինքն է սահմանային սադրանքների պատուհանը բաց պահում կրակում բնակելի տների վրա։ Ուսումնասիրելով Բաքվում գեներացվող խոսույթը, դրանք համադրելով ադրբեջանական պահվածքի հետ, Ադրբեջանը կարծում է կարճաժամկետ կտրվածքով սահմանային կրակոցները նպատակ ունեն պարզապես վախի մթնոլորտ ստեղծել, շանտաժի լավ պայմաններ ունենալ, հասկացնել ամեն պահի կարող են սրել վիճակը։ Հոգեբանական տերորի են ենթարկում այո մեր ազգաբնակչությանը, ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում մեր դեմ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական սպառնալիք Հայաստանին ուղղված տարվում է սեփական այդ խաղաղության պայմանագրի որոշ կետեր Ադրբեջանի շահերին ուղղելու, թեքելու, ծառայացնելու համար, Ադրբեջանը նպաստ ստորագրելու համար։ Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանի արտգործնախարարի վերջին մեկնաբանությունն է խաղաղության գործընթացի հետ կապված։ Միրզոյանը սակայն զուգահեռ հաստատում է, առայժմ առաջընթաց չկա, խոսակցություններ կան։ Վերջին օրերին ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի խնածախի Մովսեսի ուղությամբ կրակահերթեր է արձակում, վնասելով բնակիչների տները, գույքը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները այդ երկրի պաշտպանության նախարարությունը կեղծ հաղորդագրություններ են տարածում, թե հայկական զինուժն է կրակ արձակում իրենց ուղությամբ։ Լրատվամիջոցները փորձել են Հայաստանի պաշտպանության նախարարից մեկնաբանություն, տեղեկություն ստանալ վերջին օրերին հաճախակի կրկնվող այդ դեպքերից։ Սուրեն Պապիկյանը լրագրողներին կարճ պատասխան է տվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանական հարաբերությունների մասին, որ կրակում են այս պահին սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ինչպես եք պատկերացնում խաղաղությունը մասին լինում են պաշտոնական հաղորդագրություն։ Արտաքին գործերի եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ։ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են Եվրամիության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշված է գրառման մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարելով, որ ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի Ստամբուլում, չի ճշտել, թե ինչ կազմով է պատվիրակությունը ներկայանալու բանակցություններին։ Պուտինի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Պուտինի չգնալը կդառնա այն վերջնակետը, որը ցույց կտա, որ նա չի ուզում ավարտել պատերազմը։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։
Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։ Նա պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։ Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։ Սիրիայի մի շարք քաղաքներում մարդիկ ցնծությամբ են դիմավորել իրենց երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին լուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցի շրջանակում Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպմանը միացել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իդեպ վերջինիս հանդիպանը ներկայացել է տեսակապի միջոցով։ Թրամփը հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։ Հարևան Թուրքիայում կարծում են քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը երկրի պատմության նոր էջն է, բայց երաշխիքներ է պահանջում երկրի նախագահ Էրդողանն ուժայիններից, որ քրդերը հանկարծ չփորձեն խուսափել հյուսիսային Իրաքի լեռներում կուսակցության 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընդունված որոշումների կատարումից։ Մեր անվտանգության ուժերն ու մյուս կառույցները պետք է ուշ-ուշով հետևեն այս գործընթացին, որպեսզի դրա ժամանակ որևէ անցանկալի միջադեպ տեղի չունենա, իսկ խոստումները, որոնք հնչել են, կատարվեն։ Պատմական իրադարձություն է անշուշտ, ասում է թուրքագետը, պատճառները բազմաթիվ են աշխարհաքաղաքականից մինչև ֆինանսական, բայց ավարտված է քրդական պայքարը, զինվածը միայն մեկնաբանում են քուրդ գործիչները։ Քուրդ գործիչները Թուրքիայում դեմ կուսակցության մաս են կազմում, որը խորհրդարանում ներկայացված է։ Նրանք են ողջունել այս գործընթացը։ Եվ հիմա սա նշանակում է կամ նրանց կողմից ներկայացնում է ոչ թե քրդերի պայքարի ավարտ, այլ զինված պայքարի ավարտ։ Հետաքրքրական է, որ թուրք հասարակությունն ու տարբեր գործիչներ խիստ տարբեր են մեկնաբանում կատարվածը։ 1970-ականների վերջին ստեղծված եւ 1984-ից թուրքական պետության մեջ զինված պայքար մղող քրդական բանվորական կուսակցության լուծարումից հետո ըստ թուրք ընդդիմադիրների Էրդողանը պատրաստ է քրդերի հետ հաշտեցման մի նոր գործընթաց սկսել, որի դիմաց խորհրդարանում ներկայացված քրդամետ կուսակցությունը կքվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք էլ իրենց հերթին Թուրքիայի նախագահի համար ճանապարհ կբացեն դեպի պաշտոնավարման եւս մեկ վերջին ժամկետ, բայց կարծիք կա նաև, որ այսպիսով Էրդողանը կորցնում է ընտրություններում օգտագործվող քաղաքական կարևոր հենարաններից մեկը։ Գործընթացը սակայն այսպես թե այնպես բարձրացնում է թուրքական իշխանության հեղինակությունը, կարծում է թուրքագետը։ Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում մեր դահոր արևելքում։ Եվ Թուրքիայի համար շատ կարևոր է, որ ինքը այդ կազմակերպությունը պետական, որը զենքը ձեռքին պայքարում է իշխանության դեմ, այդ կազմակերպությունը վերանա։ Դա իր հեղինակությունը կբարձրացնի, իշխանությունը կուժեղացնի, դա ակնհայտ է։ Էրդողանը սա կօգտագործի իր դիրքերը երկրի ընտրազանգվածում ավելի ուժեղացնելու համար։ Նախագահական ընտրություններ Թուրքիայում 2028-ին են նախատեսվում, բայց 3 տարի անց Էրդողանը տարիքի պատճառով դրանց մասնակցել չի կարողանա։ Պարզից էլ պարզ է։ 7 տասնամյակը բոլորած նախագահային արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառներ, աջակցություն ու նաև դրանցում բացարձակ առաջատար լինելու հեղինակություն է պետք։ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի վստահորդ եւ գործով մեղադրյալ ԳԱ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել եւ կիրառվել է տնային կալանք համակցված գրավով եւ բացակայելու արգելք խափանման միջոցով։ Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է։ Բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ։ Երևանի Պուշկինի անվան դպրոցի նախկին տնօրեն Նատալիա Ստեփանյանի դիմում բողոքը չի բավարարվել, տեղեկությունը հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Դիմողի բողոքը չի բավարարվել եւ եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցվել է հավակնորդին։ Բոլոր գործընթացները կիրականացվեն ըստ սահմանված կարգի սահմանված ժամկետներում, պարզաբանել են ԿԳՄՍ-ից։ Հիշեցնենք, Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ էին անում պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։
Մայիսի 14-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել մայրաքաղաքում Արինբերդի առաջին նրբանցքի 3-ի 1 հասցեում գտնվող բենզինի պահեստում կրակու ծուխ է նկատվել։ Ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում էր փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Հայտարարվել էր հրդեհի բարդության թիվ 2 կանչ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, կատարվել է հովացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Բարեբախտաբար տուժածներ չեն եղել։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածումը կանխվել է տեղի աշխատակիցների կողմից, ապա հրշեջների օպերատիվ եւ գրագետ աշխատանքի շնորհիվ կրակը չտարածվեց, կրակ դեպքում այն ընդգրկվել էր մի ամբողջ տարածք։ Մայիսի 14-ին Ուլնեցի եւ Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Արտակի Մերսեդեսը եւ 58-ամյա Մկրտիչի Volkswagen-ը։ Վերջինի վարորդին առաջին օգնության են հասել Մերսեդեսի վարորդը, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Օպերատիվ են գործել ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բախման հետևանքով Մերսեդեսը դուրս է եկել երթևեկիլի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, մայթով ու բախվել պտուղ բանջարեղենի խանութի ապակե ցուցափեղկին, մասամբ հայտնվելով խանութի տարածքում։ Վթարի մասին տեղեկանալով Խանաքրզեկին վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները, որպեսզի երբ քննիչը վթարը ձևակերպի ավարտի, կատարեն աշխատանքներ այս վնասված ճաղավանդակները փոխելու համար։ Մայիսի 13-ին արտարոց դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հրազդան գետում փրկարարները հայտնաբերել են տղայի դի։ Ժամանել էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Իսկ Մարմարիկ գետում շարունակում են որոնել 2-ամյա տղային։ Ջրասուզակները, փրկարարներն ու պարեկները Տիգրանին որոնում են գետի ողջ երկայնքով։ Մարմարիկի բնակիչները եւ կամավորները եւս մասնակցում են որոնողական աշխատանքներին։ Կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքներին ինչպես առաջին օրվանից, այնպես էլ այսօր ողջ գյուղն է, հարակից գյուղերի բնակիչներն են, նաև սրտացավ քաղաքացիներ, ովքեր շարունակում են որոնողական աշխատանքները։